Ինքնակամ շինություններին վերաբերող հարցերը շարունակում են բազմաթիվ քաղաքացիներին հուզող թեմաների շարքում մնալ։ Նախօրեին մայրաքաղաքի տարբեր հասցեներում տարբեր կառույցների ապամոնտաժման աշխատանքներ իրականացվեցին։ Ավտոտնակների կարգավիճակին վերաբերող հարցին անդրադառնալիս քաղաքապետը հայտնել էր, որ ինքնակամ շինությունների որոշման համաձայն պարբերաբար ավտոտնակների տակի հողի օրինականացման հայտեր են ստանում։ Խնդրի լուծման համար երևանցիներին քաղաքապետը առաջարկեց վարչական շրջանի հետ կնքել հողի վարձակալության պայմանագրեր, ինչն էլ ավտոտնակի շահագործման հնարավորություն կտա։ Շեշտվեց, որ այդ տեսակ պայմանագրեր կնքելով քաղաքացիները կկարողանան շահագործել իրենց ավտոտնակները։ Երբ մենք ստանում ենք այդ հայտերը ինքնակամ շինությունը օրինականացնելու եւ ստիպված մերժում ենք, մենք նաեւ կառավարության 596-N որոշման համաձայն պարտավոր ենք քանդել այդ շինությունները։ Այսինքն մենք այստեղ երկընտրանք չունենք մեծ։ Հորդորում եմ այս ինֆորմացիային ականջալուր լինել եւ ավտոտնակների օգտագործումը ապահովել վարձակալության հիմունքներով։ Քաղաքապետարանից պարզաբանում են ավտոտնակներին վերաբերող հայտերը մերժվում են դրանց ընդհանուր օգտագործման հողերի վրա գտնվելու պատճառով, ինչով պայմանավորված էլ այդպիսի շինությունները օրինականացնել քաղաքացիները չեն կարող։ Ներկապային ինքնակամ շինությունների կառուցապատումը օրենսդրորեն արգելվել է։ 2022 թվականից հետո կառուցված բոլոր այդպիսի շինությունների օրինականացման ընթացակարգ չկա, իսկ մինչ այդ կառուցվածքների համար քաղաքացիներին հերթական անգամ հնարավորություն է տրվել մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը հաշվառել բոլոր այն ինքնակամ կառույցները, որոնք առկա են 2021 թվականին վավերացված Հայաստանի օդային լուսանկարում։ Քաղաքացիները ժամկետ բաց չթողնելու համար պետք է գործեն անհապաղ։ Նախկինում մեր փորձը ցույց տվեց, որ եթե հունվար, փետրվար, մարտ ամիսներին հաշվառումները կարելի էր հաշվել 100 կամ մի քանի 100-ով, ապա տարեվերջին դեկտեմբեր ամսին այդ հաշվառումների քանակը հասնում էր մի քանի հազարի։ Եվ այստեղ ծանրաբեռնվածություն էր առաջանում որակավորված մասնագետների մոտ եւ համապատասխանաբար միգուցե դրանք անդրադառնան նաեւ ծառայությունների արժեքի վրա։ Ինքնակամ կառույցների օրինականացման հարցում քաղաքացիները խնդիրների են բախվում այն պատճառով, քանի որ չեն հասկանում, թե ինչ ընթացակարգով պետք է գրագետ կատարեն իրավական բոլոր պահանջները անհրաժեշտ փաստաթուղթը ստանալու համար։ Իրավապաշտպանները պարզաբանում են, քաղաքացիները առաջին հերթին պետք է դիմեն կադաստրի կոմիտե, այլ ոչ թե քաղաքապետարան, քանի որ սկզբում պետք է կատարվի չափագրում, որին էլ պետք է հաջորդեն մնացյալ գործընթացները։ Չսխալվելու եւ գործողությունները ճշգրտորեն կատարելու համար նրանք խորհուրդ են տալիս օգտվել կոնկրետ մասնագետների ծառայություններից։ Գնում են քաղաքապետարան, քանի որ հասկանում են, եթե սեփականության իրավունք չի պատկանում, ուրեմն կադաստրի պետական կոմիտեն կապ չունի, գնում են առաջին քայլը կատարում են քաղաքապետարանում եւ հայտնվում են մեկ թակարդի մեջ։ Այս իրավական ակտը բացառապես ինձ թվում է ավտոտնակներին չի վերաբերվում։ Սա ընդհանրապես խայծ է, որպեսզի քաղաքացին քաղաքապետարանին տեղեկացնի, որ ինքը ունի ապօրինի ավտոտնակ կամ ինքնակամ ավտոտնակ։ Քաղաքային իշխանությունները մի կողմից նշում են օրենքի պահանջների կատարման ու ապօրինի կառույցների ապամոնտաժման անհրաժեշտությունը, մյուս կողմից էլ քաղաքացիներն են փորձում պահպանել տարիներով օգտագործվող իրենց գույքը։ Մասնագետները հիշեցնում են, գործընթացը պահանջում է իրավական ճիշտ ու հետևողական քայլեր։ Հակառակ դեպքում ինքնակամ կառույցների խնդիրը կարող է լուծվել ոչ թե օրինականացմամբ, այլ հերթական ապամոնտաժմամբ։ Դավիթ Թադևոսյան, ժամալրատվական։